Իսկ հիմա ելույթ կունենան մարդիկ, ում շնորհիվ ես դեռ պայքարի մեջ եմ։ Էմանուել եւ Մարիամ։ Հացին։ Լավ, դուք ո՞նց եք։ Պայքարը գնալով թեժանում է, լարվածությունը գնալով մեծանում է, բայց մեկը մեր վստահությունը չի կորում, որ մենք հաղթելու ենք։ Այսօր մենք ենք հաղթելու։ Եղավ։ Դու խփել քեզ ուտում, հա։ Մի խոսքով կարևորը իմոնք դուրս չգան, մնացածի համար մեծ հաճույքով ամեն շաբաթ կցավամ, խնդիր չկա։ Վստահությունը գալիս այնտեղից, որ թե ես, թե Մարիամը ժամերով աշխատում ենք ինքներս մեր վրա, որ ամեն ինչ լավ լինի, ես հատկապես, Մարիամը չգիտեմ, չեկատեք եմ անում, երկուսս էլ լավ երկար աշխատում ենք։ Այս անգամվա համար նախապատրաստել ենք Զարա Լարսոնի Never Forget You գործը։ Էմանուելը շատ հետաքրքիր տեքստ է գրել, ուղղակի քանի որ շատ արագ է, ոչ մեկ չի իմանում ինչի մասին։ Առաջարկ ունեմ։ Վերադարձել ենք արմատներին, շեշտը կա երգի վրա, երգեցողության վրա, կունենանք գեղեցիկ ինչ-որ միջավայր, բայց պերսոնաժներ կոպիտ ասած չենք ունենա այս անգամ։ Այստեղ հենց ինքը երկու պասիվ Ինձ թվում է լավ բան կստացվի, մի քիչ էլի արագոտ ռեփ լինելու։ Հետո մի պահ դառնալու եք կիսաշրջան, այդ կասեմ, երբ որ ակցենտի վրա։ Մենք ուզենք, որ դուք ձեզ մասնիկ զգաք այդ փոքր պատմության, որ գրվելու է այս անգամ, տարերի փոխարեն լինելու եք ամեն մեկը։ So happy, but without you here, I feel so alone. I watched you as you left, but I can never seem to let you go. Cause once upon a time, you were my everything. It's clear to see the time hasn't changed nothing. It's buried there beside me, but I feel there's something you should know. I will never forget you. Տարբեր են մարդիկ, տարբեր են պատկերացումները, տարբեր անձիկ սկզբում դու ունես երազանք, ունես կարիք, դրում ես կապը որքան մեզ ընտանիք, փոքր կտորը, որն ավելի հզոր թափավախում շուտելով ամեն օր, ներսի տեղած արդեն պղտոր, հին երազանքը տմաբելով տարի չոր դժվար է մոռանալ, այդ անհնար է, հին երազանքը, որ հիմա հեռվում սար է, բարդացած պարզ աշխարհը, ծանրացած ոնց մեծ քարը, բարդ է չկրվել, շատ բարդ է չտրվել, կրկին երազելու հաճույքից կրկին արարել. Դու չես մոռանա քո երազանքը երբեք իշխան է որ ճանապարհը քո թեքը վակես կամ հայտնվես մի վայրում որտեղ չի մնացել էջ կա ես խորտել մի քեզ ու սառը հարազատի համը մի բարը դարը կտրված է անարդարը ես փոփոխական ճանապարհը Loving it, everything that we do and all along I knew I had something special with you but sometimes I just can't this forget we do but I'm tired, I'm still can't my connection with you feeling it, loving it, everything that we do but sometimes I knew I had this forgetting with you and all along I knew I had this connection with you but I'm still tired, I can't hide my connection with you Դու չես մոռանա քո երազանքը երբեք իշխան է որ ճանապարհը քո թեքը վակես կամ հայտնվես մի վայրում որտեղ չի մնացել էջ կա ես Դու չես մոռանա քո երազանքը երբեք իշխան է որ ճանապարհը քո թեքը վակես կամ հայտնվես վայրում որտեղ չի մնացել էջ կա ես Չես մոռանա երազանքը երբեք Դու չես մոռանա քո երազանքը երբեք Չես մոռանա քո երազանքը երբեք Դու չես մոռանա քո երազանքը երբեք Till the day I die I'll never forget you
be by my side. I'll never forget you. You'll always be by my side. Հետաքրքիր էներգիայով լի համար էր, իր շնորհիվ իհարկե Swag դպրոցին, ստուդիոյին, այդ հրաշալի երեխաներին, որ ամեն մեկը բերեց բեմ իր էներգիան եւ փոխանցեց մեզ։ Ստացված էր ամեն բան, ես համարում եմ շնորհավորում եմ նաեւ Էմանուել ջան քեզ, որովհետեւ դու այսօր բառ չմոռացար, հույսով եմ։ Ինքդ հետո իհարկե անկեղծ ասելու ես օրագրում, ես կլսեմ, բայց այսօր ամեն բան կարծես թե քեզ մոտ լավ էր եւ երկարությունն էլ ինձ բավարարեց։ Շատ լավ էր։ Որտեւ այն ժամանակ ասել էի, որ ուզում եմ, որ մի քիչ շատ լինի։ Ինչ վերաբերում է Մարիամին, շատ սիրուն է տեմբրը, շատ գեղեցիկ է, շատ հետաքրքիր է երգում։ Իսկապես եւ երկուսդ կարծես իրար հետ այսպես միաձուլված խումբ եք։ Ինձ ուղղակի մի հատ հարց է հետաքրքրում։ Նախագծից հետո դուք մնալու եք խումբ, թե ամեն մեկը ձեր ճանապարհով է գնալու։ Ուղղակի հետաքրքիր է իսկապես։ Հələ որ ճիշտ ասած նս պլաններ չենք նախապես ապագայի հետ։ Որտեվ շատ լավ խումբ եք, որպես խումբ։ Ինձ թվում է, որ կլինի, շարունակենք։ Լավ։ Ասма խափեցիր, ասում գիտեմ։ Գիտեմ խափել ես։ Շատ իզուր որ խափել ես, իսկ կուզենայի որ դուք շարունակեիք հետո, որտեվ եթե այսքան երեխեք այսօր մեր քաղաքում կարողանում են սիրեն ռեփ, ամեն ինչ չի որ վերջացած է, փաստորեն դեռ կարելի ապրել եւ ուրախանալ։ Հիմա ձեր կատարման հետ կապված երեխեք ջան, ամեն ինչը ոնց որ միշտ շատ լավ, շատ կրեատիվ, շատ հետաքրքիր, շատ իմ ֆավորիտներ, էլի սիրում եմ ձեզ շատ։ Ուղղակի ես անձամբ ինձ պակասեց այստեղ վերջավորությունը երգի։ Օրինակ շատ վերջը ինչ որ կտրուկ վերջացավ։ Օրինակ շատ լավ կլիներ, կարողա բարեեք այդ երեխեքի հետ կամ ինչ որ մի բան անեք, որ միշտ այնքան գեղեցիկ է վերջանում։ Այսօր ինձ չբավարարեց կանցովկան։ Ես ոնց որ բարե ուզում ձեզանից, գոնե մի քիչ։ Այս խոխեքի հետ ախր շատ լավ կլներ։ Մնացած ապրեք, ես ձեզ շատ սիրում եմ։ Շատ շնորհակալ եմ։ Ասում եք խոխեք, որ Ղարաբաղ Տելեկոմը քվեարկի ծոմի։ Ղարաբաղ Տելեկոմը թող քվեարկի Մարիամին Էմալեն։ Ջիգերներ, յուրանտուս է եկա, բայց ես ստեղում։ Քվեարկումը Աբրահամին է Էդգարին։ Բաց։ Ունքել դիվեչլի։ Հատետի։ Ձեր համար քվեարկողները շատ են, որ էլ ավել պետք չի ասել, մեկը ձեզ համար քվեարկեն, սիրում են ձեզ։ Ես էլ եմ իրանք շատ սիրում։ Շատ եմ ափսոսում, որ Վրաստան Տելեկոմ գոյություն չունի։ Անդրադառնանք Էմանուելին եւ Մարիամին, հրաշալի զույգ եք բեմում, հրաշալի էր ամեն ինչ, թե երգը, թե Էմանուելի ռեպի կտորը եւ վերջն էլ շատ պարզ ու հասկանալի էր, երբ երեխաները եկան առաջ, դա նշանակում է, որ մեզ լավ ապագա է սպասում։ Սկսեցիր լավ, արդեն սովորեցիր լավ ռեպին, Էրիկ ջան։ Իսկ կատարման հետ կապված բան չունեմ ասելու, ամեն ինչ շատ հրաշալի էր, բրավո Գարիկին, գեղեցիկ բեմադրության համար։ Ղարաբաղ Տելեկոմ քվեարկեք Ուրեմն սիրելի Վայոց ձոր, քվեարկեք Էդգարին եւ Աբրահամին։ Այ դե եթե այդպես ես խոսքս ուղեմ գյումրեցիներին, Սիրելի գյումրեցիներ, եթե դուք փնտրում եք գյումրեցի, որպեսզի քվեարկեք այս նախագծում, ասեմ, որ Էդգարից բացի ես նույնպես գյումրեցի եմ, միշտ հիշեք։ Եվ
Այո, հանգիստ խղճով քվեարկեք իմ խմբին։ Մենք նույնիսկ առօրյայում մենք Գյումրի ակցենտով ենք խոսում։ Ուղղակի սենց Ինչ ասեմ, շատ գոհ եմ ձեզնից։ Ես գոհ եմ լինում, երբ որ տեսնում եմ, որ դուք գոհ եք։ Երբ որ դուք դժգոհ եք լինում, ես փորձում եմ արդարացնել, որ դուք զգաք, որ այդքան վատ չի եղել, բայց այսօր որ դուք գոհ եք, ես էլ ձեզ հետ գոհ եմ, ուրեմն համին որոշածն է եղել, համ ձեր մտածածն է եղել, դրանից ավել մեզ ոչ մի բան պետք չի եւ ձեր հանդիսատեսին դա է պետք, որ դուք լավ ելույթ ունենաք եւ գոհ լինեք։ Այսօր բոլորը ձեզնից գոհ են, ես ձեզ շնորհավորում եմ եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել մարդկանց, ովքեր այդ տրամադրությունը ձեր ստեղծած բնդացրեցին, հող դարձան այս ամեն ինչի համար պարարտ, Swag պարային համույթի ստուդիայի նոր սերունդներ, Այն որ անկեղծ եմ ասում դուրս կգայի ամեն մեկին առանձին շնորհակալություն կհայտնեի, այդքան լավն են իրանք, այդքան կարևոր են իրանք, շատ կարևոր են իրանք ամեն մեկը եւ իհարկե Ռուզաննա Ջամբազյանի վոկալ ստուդիայից էլի շատ տաղանդավոր երեխաներ կային, ովքեր պարում էին այսօր, իրանք նաեւ կարողանում են պարել։ Շնորհակալություն։ Մարիամ սենց, Էմանուել սենց, շատ լավն է։ Էմանուել եւ Մարիամ Ինչ եք դուք անում նախագծից առաջ, X Factor-ից առաջ ինչ որ բան անում եք, չէ՞։ Աշխատում, սովորում, չգիտեմ, սիրահարվում Էմանուել Ես աշխատում էի, մինչև հիմա էլ աշխատում եմ, նաև սովորում էի, մինչև հիմա չեմ սովորում։ Որտե՞ղ։ Հա, հեռու եմ պահում էլի։ Սովորում եմ Հայբուսակ համալսարանում, սովորում եմ շատ մեծ չակերտների մեջ, սկզբից չակերտները, սովորում եմ չի երևում, հետո էլի չակերտները։ Այդ տիպի եմ սովորում, չեմ հպարտանում դրանով, բայց իմ սրտով մասնակցություն չի ընտրվել, իմ ընտրությունը չի եղել, այն պատճառը այն է եղել, որ ես այդ ժամանակ ուղղակի չէի կարող կողմնորոշվել ինչ կարելի արած ընդհանրապես կյանքում։ Դուք նկատել եք Էմանուելի խոսալը կամաց ռեպի անցնում։ Բայց Հայբուսակում ինչ մասնագիտություններ չլսեցիք։ Ատամնաբույժ պետքա դառնա մի 24 տարուց։ Բժիշկներին է տենց եմ, մի 40 տարի։ Ես էլ եմ ատամնաբույժ 4 տարի, 5-րդ տարին ինտերնատուրա ու վերջ։ Ձեր ժամանակ լավ էր, Բասում են սովետի ժամանակ, տեսնում եք, լավ բաներ էլ կար։ Ապագա բժիշկ մի խոսքով։ Հա, սմադանցիս не врач։ Курица не птица, стоматолог не врач։ Մարիամ, խնդրեմ, պատմի։ Ես էլ սովորում եմ ԵՊՀ-ում, միջազգային հարաբերությունների առաջին կուրսում, ապագա դիվանագետ։ Դե տիկնայք եւ պարնայք, եթե ձեզ դուր է գալի դիվանագետ ատամնաբույժ այս զույգը, ուրեմն քվեարկեք նրանց օգտին։ Նրանց հերթական համարն է 03։ Էմանուել եւ Մարիամ ճանապարհում են։